Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսենք հաղորդումը միանգամից Հայաստանից եւ ներկայացնելու եմ հոյակապ վերջին մասը։ Սա այն գաղտնիքներն է Կրեմլի, որով Պուտինը միջազգային տերոր եւ միջազգային ղեկավարների հանդեպ կոմպրոմատներ է հավաքում ռուսական կրիմինալի եւ օլիգարխների միջոցով, այնպես որ մինչեւ վերջ լսեք։ Նախ առաջինը Երևանը, Հայաստանից։ Հայաստանում էլի մասխվել է հերթական դպրոցները 226 միլիոն եւ 237 միլիոն։ Հիմա ինչ սրա համար էլ եք ասելու Պուտինն է մեղավոր։ Չնայած ես թքել եմ Պուտինի վրան։ Բայց սրա համար էլ եք ասելու, հիմա արդեն ցույց են տալիս, հիմա բռնեք այս բլոգերները, որ էլի ցույց են տալիս, մեկ էլի Չախոյանն է, մեկը ցույց է տալիս էլի ավականիներից մեկը սուտ են դիմադիր, բայց ցույց է տալիս։ Ինչա, էլի Պուտինն է մեղավոր ձեր չսարկած մանկապարտեզների համար։ Բանիկոլը այն անգամ որ գնացել էր քաշում պոկում էր օղակները, բաները, կախիչները, դեբիլսեն թափ էր տալիս նարտին, շաշկին, ասում էին, բանը, այդ դպրոցը չի ավարտվել, քեզ գնացես ստուգե։ Բա հիմա էլ դպրոցները, որ չէր ավարտվել, ստուգեցիր քեզ բան արեցիր, PR արեցիր, բա հիմիկվա այս դպրոցներն է չի ավարտվել։ Շենքերը սարկացա, մարդիկ քաշում են քարերը պատի արանքից ձեռքով հելում։ Հա, սրա մեջ ով է մեղավոր, էլի Պյուտինը, հա? Նիկոլա Թուրքեր։ Ես ձեզ ուրիշ ձև եմ անդրադառնալու, մանավանդ ձեր միջի մարդկանց, որ բոլորդ ենթարկվելու եք ժողովրդական դաժան հաշվեհարդարի։ Այս մասին ես ձեզ խոսք եմ տալիս։ Անցնենք հաջորդ հարցին, որի մասին ուզում եի խոսել, Մերձավանի դպրոցն է։ Ժողովուրդ ջան, Մերձավանի դպրոցի դեպքը շատ քննարկվեց, ասում են անդրադարձի, կեսը պաշտպանում են երեխեքին, կեսը ուսուցիչներին։ Ես ուզում եմ լինել չեսող։ Ամենաառաջին։ Նախ այդ երեխեքի պահվածքը, այլա սերված ծնողների խոսալը, սա իմ համար ամենատհաճ, տգետ, մանավանդ տղաների պահվածքը, այդ ծնողը հիանում է, որ օրս արև ասում, դե հա, այդ ամմակարդակ ծնողից հասիվել այդքան երեխա, բայց ուզում եմ անդրադառնամ ուսուցչին։ Ուսուցչուն ոչ միայն պետք է զրկել ուսուցչությունից, այլ նրան պիտի ինչ անել։ Ինչ ասեն, որ լավ լինի։ Մեր կասնել Ժիվոյ Միշեն կանգնացնել Ադրբեջանի կամ Թուրքիայի սահմանին, բայց Ադրբեջանի։ Ասма ես պատմաբան լինելով չեմ ասել թե թուրքը վատնա, ասել եմ թուրքերի մեջ է կարա լավ մարդ լինի, օրինակ Մոսկվա ապրող ադրբեջանցի։ Ուրեմն պատմաբան տիկին, եթե դա ասեր ֆիզկուլտի կամ մի ուրիշ բանի ուսուցչուհի կամ ուսուցիչ, կասենք մի պատմություն չնայած չի լինի տես, բայց մարդ ես էլի կասեին մարդ, պատմություն չի կարդացել, չի գիտի։ Եթե դու այն էլ ես վերջի կռվից հետո ասում ես ադրբեջանցու մեջ է լավ բան կա, ուրեմն դու արժանես ամենադաժան պատժին, ոչ միայն պիտի քեզ դպրոցից հեռացնել, այլ ուղղակի քեզ պիտի տանել սահմանի վրա մեր կանգնացնել։ Մեկ, որ ամեն ինչի ընդունակ լինեն, զենքը դնեն վրդ մի 3 սնայպեր, քեզ որ ես կողմ չփախնես, այն կողմ փախնելուց էլ խփել, ընդեղից նրանք կփախցնեն, կուտեն, կբռնաբարեն, կկախեն, ինչ կանեն, հետաքրքիր չի, որտեղ այն պատմության ուսուցչուհին սա լինելու է դաս բոլորի համար, որ ասма թուրքի մեջ լավ մարդ կա, ու այն հայը, որ ասма թուրքի մեջ լավ մարդ կա, արժանե քարկոցման ամենավերջի ձևով։ Իսկ ինչի մի անգամից նրան պաշտպան թռան նիկոլական եզդիների падգամավոր Ռուստամ Բաքոյանը դու զգում ես, որ եզդի ազգը հայերի հետ տարերով ապրել է։ Դու միակ եզդին ես, որը գնում ես Նիկոլի տակ։ Ու դու էլ ես գնալու Նիկոլենց հերթով, չմտածես թե դու քո ազգին լավություն ես անում, որտեղ հարյուրավոր եզդի տղեկ մահացել են հանուն Հայաստանի։ Ու այդ լրփի կնիկը ասում է, որ բանը պիտի ինչ անել, Թուրքի մեջ է լավը կա։ Ես նույնիսկ այդ կնոջ դեմքը մի տեղից ծանոթ էր, ով ինձ հուշի կարող ասի իմ հիշողություն ուժեղը։ Կարծեմ նրան մի քանի 7-10 տարի առաջ կիսավասներում եմ տեսել, ես կգտնեմ կգցեմ։ Շատ ծանոթ դեմք է, էլի լկտիության, համենայն դեպս նրա պահվածքը լկտի է, բայց աշակերտներ եւ ծնողներ Մերձավանի, ինչ ամոթա ձեր պահվածքը, դուք նայել եք ձեր երեխաների պահվածքը, ձեր երեխաները խոսել է կամերայի դեմ բրդում եք, սա չեք ամաչում, տենց եք աչքի դնում, եկեք հանգիստ ասեք ու երեխաներին դեմ եք տալիս ինչ-որ էշությունների համար։ Թուրքերին պաշտպանություն ասել է, ուրիշ երեխուն, տղա երեխուն տանել, փնթի, խոսալ, լպիրշ, արա սուսլը, արա սենց, ես չասեմ, դուք էլ եք ինչ-որ
դատաստանի արժանի, որովհետև ձեր երեխային ոչ թե միայն սովորեցնում եք այ, սովորացնում եք փողոցային ու առանց ամաչել իր ողբալի վիճակից տես դուրս գալ լրագրողի կամ կամերայի առաջ։ Միջայլոց, այսպես ասեմ, այն օրը Նյուրնբերգում ասում ենք, այստեղ հին ապրանքների շուկաներ են ստեղծում, պարբերաբար գյուղերից իրանց տան հին ապրանքները հանում ծախում են, շատ հետաքրքիր է, էլի, ոչ թե ջարդած, այլ հին ռետրո ապրանքներ, հիանալի բաներ կա, մեկ է հետևներիցս լսում ենք մտ աղջիկ մյուս ընկերու, արա արի, ենի ասում է, արա կանդի մի հատ նայ մորս սարև լավ բան կա, տենց մի 16-17 տարեկան, այդ տենց փնթի, որ զզվանք առաջարկեցին նույնիսկ նայե, որ հայ էին, երկու քյարթուս են Սասինավես Չոլքեքով Նազենի Բաղդասարյանի նման Նազելի Նիկոլի, այդ տենց էլ այդ երեխեքն էին, մազերը կեղտոտ չսանրած եսի, համենայն դեպս երկուստը արժանի եք, նախ ծնողները, երեխաներ իրենց որ տենց թողում են, հա, խնդում են մորս սավերևի համար, իսկ ուսուցչին առանձնապես դաժան պետք է իրան պատժել։ Անցնենք հաջորդ հարցին Հայաստանից։ Ուրեմն, տեսեք, Նիկոլես եղած չեղած ներկայացուցիչները պատգամավոր չկոչված է, իրանք ուրիշ բան են, երես փոխանել չեն, ավելի վատ են, մի քանի անգամ այդ բառը ասել եմ, չեմ ուզում այսօր բերանս կեղտոտեմ, ասում է, որ պետք է լեզվաբան բերել, որպեսզի Արսեն Թորոսյանի հարոյանքը բացատրվի, ինքը ինչա ուզի ասել, ոնց է երևում, որ սրանք փողոց չհելած, ղզիկ մամայի փեշի տակ ամիսը 30 օր անկապ ինչ հոտ է եկել չէ, մնացած դեբիլներ են, ինչ է նշանակում լավ քրֆելու, մեր ու բերան քրֆելու համար լեզվաբան բերել, այ փնթի, ես ապշած եմ էլի սրանց վրա։ Այդ ձեր շվարչապետը, որ ասում էր ես չեմ ասել հորս Արևասյան Հոյիսյաև, այդ նույն հիմարությունն է։ Դուք զգում եք, որ դուք անընդհատ գլորվում եք ավելի խորք։ Անդրադառնալու թեմա չունեմ, որտեղ սա խայտառակություն է։ Խայտառակություն։ Կրկին անգամ սպանություն։ Նախարար չկա, ՄՎԴ չկա, ԿԳԲ չկա, ոստիկանություն չկա, ազգային անվտանգություն չկա, բարեկ չկա, քարով ծեծելով սպանել են, վերջում տանակը կողեփորը բանում Սպիտակի յուղերից մեկում։ Եղարկունի բանի մարզ, լոռու մարզ ինչ որ ասեցին, 29 տարեկան տղու։ Այմարդ, այդ խփող տղուն, էլ եմ ասել, ունի մի պատճառ, առաջինի ինչ հոտվածի վրա է խփեմ, այդ կրտում եք առաջինը, ու տանում եք սաման կանգնացնում եք, էլի այդ ուսուցչու է, կենթանի միշեններ կանգնացնում եք ու աշխատացնում եք այնտեղ։ Այմարդ, ոնց կարելի է մարդ իր ազգակցին հերիք չի քարերով խփի գցի, վերջում էլ դանակը հանի մտցնի մարմնի մեջ ու սպանի։ Արա այդքան տղա չկաս, վիրավորել է բան արը, մի հատ խփիր հերիք, այլ ինչ։ Խփիր ընկավ հերիք, հələ պետք է ձեռդ տաս բարձրացնես, խփել ես, արա խոտո աննասուն չես։ Քարերով խփել ես, քանի հատ ընկել է։ Ինչից վախում էիր, որ հելնի մուրը հանի դրա համար սպանեցի։ Եթե գնա բերդում փդի վախիդ համար։ Թուրքի դեմը կատու են դառնում, հետևները թրաշում բացում են, որ շինվեն, դրա համար Արցախը հանձնին երկրի 4 ղեկավար իրենց թիմակիցներով այսպես լրփի տղեկով, իսկ բանը իրենց հարևանին Հայազգի հանդեպ դառնում են առյուծ։ Այն իրեք աղբերը, որ երեք են տղուն ծեծելով սպանել են կոմայի մեջ 15 օր մնալուց հետո, այդ իրեքին է տարեք սամանի վրա, հետը շորեր իջեցրեք, հետևները բացեք, կանգնեցրեք, որ իմանան Հայաստանում 3 հոգով ծեծելով սպանել ինչ է։ Թող Թուրքի դեմը, բայց այդքան լավ տղային թող գնային Թուրքի դեմ կռվեին։ Իմ համար լավ տղեն այնա, որ գնում է իր հայրենիքի համար է կռվում։ Ոչ թե Երևանի մեջ սուտի լավ տղա է երևում, հոպարի, մորքուրի տղու, պապայի, եսիմ ինչի փեշի տակ։ Ես փնթիների հավաքածու։ Անցնենք հաջորդ հարցին, անցնենք մեր հերթական Գարեգին B-ին, որը գնում է Բելարուս հայկական եկեղեցի առաջինը օրհնելու։ Բա Գարեգին B, Բելարուսը ինչ տեղավորեցում ես, հայերին թշնամություն ցանկանող երկրում գնում ես հայկական եկեղեցի օրհնելու, այ B, ինչքան փող են տվել քեզ։ Էլի 100,000 փող ես առել, Պուտինի մեդալը սատանի դոշիտ գնում ես հայկական եկեղեցի օրհնելու, թե անիծելու։ Սատանի ճուտ, ուր ես գնում։
հա բա մի հատ ցենհան հսկայական բանա բարձած է աղմուկա բարձած է Իսրայելի հերոստա ընկերության մի հատ պորնիկ աշխատակցուհի, դե իսրայելցիք բոլորն են պորնիկ, նրանք առաջի անգամ ամուսնանում են ինչ որ ջոդի հետ, երկրորդ ամուսնանում են ուրիշ ազգերի հետ, որ երեխաները շատանան, քանի որ մոր կողմից է, հետո գնում են ջուդի հետ են ամուսնանում, որ ուրիշ գեները խառնեն։ Բայց պորնիկը ասել է, որ հայերին բանը ընտրելու համար, որ իրանց չընտրա, սա շատ իզուր մեր Երուսաղեմ քաղաքի մի մասը տվել են իրանց։ Դու ես տվայ վիժվածք։ Այս սատանի բռնաբարվածներ, տղամարդուք հետևն ու առաջը կնկա չգիտեք, այ գեյերի մայրաքաղաք սարքած ամենաուժեղ բաների, կրոնների կենտրոնը Երուսաղեմը օրինական սարքել եք պաշտոնապես ԼԳՏՊ մայրաքաղաք։ Դուք եք տվել այդ մասը։ Դուք որտեղ եք, որ հայերը Երուսաղեմում ապրում էին։ Այսպես վիժվածք ջհուդներին պաշտպաններ կան։ Մարդեկա ասում է, պարոն Թադևոսյան, ջհուդի հետ լավ եղեք, որ իրանք հայերին օգնեն։ Արա ջհուդի հետ ոնց կարելի է լավ լինել։ Ջուդը, ռուսը, թուրքը, լավագույնը սրանք մեռած ջհուդն է, մեռած ռուսն է, մեռած թուրքն է։ Իրանք ամեն օր կենաց են խմում, առաջի կենացը մահ հայերին։ Իրենք կենաց են մինչև այսօր բարձրացնում մահ ամալեկներին։ Դրա համար ես ասում եմ, մահ ամալեկների թշնամիներին կամ Աստված պատժի։ Դուք եկել եք ջհուդին պաշտպանեք ուզում հանդիսանաք։ Ու այսքանից հետո անցած տարիներ ինչ էր 12 բալ տվին ջհուդներին, են Արսեն Գրիգորյանը խուճուճ մազերով գոմիկը, են երջու են դեբիլիկ են լեննականից բերած են չտես գեղցին են ինչա Սոնա Ռուբինյան եւ այլն այդ խումբը են մի հատ էլ Նիկոլի սատանիստ բան կա DJ կա որը 44 օրյա զոհերի հենց գերեզմանի վրա ռոք թե ռեփ եսի ինչ էր դրե շոու էր դրե ինչքան անասուն կա 1500 հոգի գնաց է գերեզմանների վրա երգում ու պարում էին հետո էլ ասում են գագումի ջղայնացի բա ոչ չջղայնանան Բա Հայաստանում սենց բան ելնելուց մտնում են ջուդի տակ ձեն չկա, լրիվ նորմալ է, որ ջուդի տակ լպրտվում են, բայց ընդ է կա։ Շաշաշկերով ջուդի տակ մտածները։ Իսրայելը կործանվելու է, սա միանշանակ է, Իսրայելը կործանվելու է ու շատ ցավոտ ալնելու։ Այդ որ հիմա ասում են ժողովրդին հանենք, էս անենք, այն անենք, Տրամփն էլ կատարում է նույն են կլանի գործը, որը անում է Պյուտինը։ Իրենք երկուսն իրար հետ խաղում են ու Տրամփը դրա համար եկել է նաև քանդելու։ Այն Ամերիկայի հիմարները ասում են Տրամփը լավ անցած գալուց մեզ փող տվեց կորոնայի դիմաց, այդ փողի խատեր գլուխները տուտելու է։ Հələ դուք տեսեք Ամերիկայի գլխին ինչ ա բերել։ Դուք տեսեք ինչ պատերազմներ է սարքելու Ամերիկայի գլխին։ Այս խոսքս հիշեք։ Հեսակը բացատրեմ կտենակ ինչ գործարքի մեջ է Տրամփը։ Իմիջիալուց ինֆորմացիան դուսակի ազգային անվտանգության արխիվ չէ։ Հատուկ տեղերից։ Այդ արխիվը խոչեն գցելու արխիվ, որ հետո խայտարակել է։ Անցնենք հիմա մեկ այլ գործի, մի հատ այլ գործի, որը բավական հնչեղություն է ստանում, ուրեմն Կոտայքի մարզում 2016 թվականին Դոդը դեռ Կոտայքի մարզի թագավորն է, Սերժը դեռ Հայաստանի ոչ լեգիտիմ բոլորը էին ասում, բայց իմի հետևն են մտած։ Ոչ լեգիտիմ ասողները Սերժի հետևը մտած դատական գործեր են։ Բոլորիդ հերթով գալու է։ Հələ դուք չգիտեք ինչ ասենց 10 կա ձեր դեմ։ Ոբշեմ, Հայաստանում հերթական գործարքն են անում։ Ուրեմն վերցնում են Կամո Գրիգորյան անունով Կոտայքի մարզի գյուղապետերից մեկին, գյուղը չեմ հիշում որն է, վերցնում են մի հատ գործարք են անում, այդ գյուղի բնակչից Հա, վերցնում են, օտարում են հող մի հատ 250 քառակուսի 2 միլիոնով, մեկ էլ համայնքին տրված հող, այդ տվյալ համայնքին տրված հող, օտարում են 18.3 հեկտար հող։ Վաճառվում է Ոմն Հովանես Պոնչուկյանի, որ այդտեղի պրպտի դինի լաբորատորիա, ես իմ հետազոտման եւ այլն գրող ու սեր ցավ, Եվ 263.5 միլիոն դրամով 21 օր հետո վաճառում է Վարդան Սիմաքեշին։ Ու այս մարդը Հայաստանից թռել է, իրեն դատանը ճանաչել է, սնանք, հոյակապ գործերա, չէ, փողը Հայաստանում չի, ինքը գտնում է Ռուսաստանի Դաշնությունում, սնանկության ժամանակ 1 միլիոն փողատվ է դրամով պրծել է։
Ուրեմն պետք է բռնվի այս Կամո Գևորգյանին գյուղապետ։ Ոնց է եղել, ով է իրան ասել, Սերժենք ով է վրեկից ազդել, համայնքապետը, թաղապետը, եսի մարզպետը եւ այլն, ովքեր, որոնք Դոդի փեսեկն էին կարծեմ, Կարապետ Գուլոյանն էր, եթե չեմ սխալ։ Եթե չեմ սխալ, անունն եմ սխալ ասում, ազգանունը Գուլոյանն էր։ Բախբեր ջան, սես մի հատ տեղ, որ գյուղում, սես մի հատ ապշորա գնում, հանում են տեղից ընդամենը դրա դիմաց վճարելով, սկզբնական վճարել են 16 միլիոն դրամ վճարել են 18.3 հեկտարի համար, 2 միլիոն դրամ վճարել են 280 քառակուսու համար։ Ժորժ ջան, 2 միլիոն դրամը 280 քառակուսու համար դա $5,000 է, 16 միլիոնը լճս $40,000 փոխը։ 45,000 վճարվել է ընդհանուր առմամբ 18.5 հեկտարի համար։ Ու մի անգամից դա վաճառվել է 263,000, արդեն գիտեք թիվը մոտավորապես։ Գալիս է $650,000-660,000 փող։ Բա այն մնացած ուրա։ Սրան 1 միլիոն տվե թռելա Ռուսաստան։ Այս Հովանես Պոչուկյանը։ Ժողովուրդ, ոնց ալնում որ sense գողությունները մինչև այսօր չեն կարողացել բացել։ Բա ասում եք Դոդին բռնել են տալու, էս են անելու տուն են, էս են տունն են կուզելու, էս են կուզելու տունը գնահատել ենք $5 միլիոն։ Լուրջ։ Բա ինչի՞ չեք ուզում։ Այն օրվա այն դեպուտանկ են դե Արիմյանսան Նիկոլի Հելավասես թե բանը մենք հələ մինիմումը 5 տարի պետք է մնանք որ փողոց ստանանք։ Լուրջ 8 տարի լրբի տղեկ դուք էլ Թալանին միացել եք, Քոչյանին բռնել եք, բանը ռուսական հարավկովկասյան երկաթուղուն բռնել եք, հա 100 միլիոն գողանալու մեջ $100 միլիոն է նվիրես Նիկոլը հանես դուս, հյուսիսային Պողոտայի տների 20%-ը պատկանում է այդ հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությանը, սենց են երկիր պահում ու փախուստի գործ։ Իմիջիալոց Նիկոլի Պուչիկը Ալիևի հետ Ալբանիայում գնան կոֆե խմենք եւ այլն, սա լրիվ ռուսական ծրագրի մասն է։ Ինչպես ես միշտ ասել եմ, ռուսական ծրագրի ամենաուժեղ մասը ղեկավարվել է Պուտինի կողմից բոլորի հանդեպ, ինչպես նաեւ ներքին Ռուսաստանի ժողովրդի հանդեպ եւ արտաքին ժողովրդի հանդեպ կատարված կոմպրոմատներով, մարդասպանություններով, օրգանների վաճառքով, որի փաստերը ամեն ինչ կա։ Ես հեսա հերթով կանրադառնամ, մի հատ sense հումորային լուր մտցնեմ, որ ծիծաղենք։ Էդմոն Մարուկյանին Աղազարյան Հովիկը առաջարկում է Հայաստանի վարչապետ, ու դա շարունակում են ծիծաղեցնել, ուրեմն տո Աղազարյան Հովիկն էլ Էդմոն Մարուկյանն էլ։ Հայազդի կոշիկի տակի կեղտ ավելի թանկ է, քան իրանք Նիկոլի հետ եւ մյուսների հետ վերցրած։ Այնպես որ սրա վրա մի զարմացեք, էսի չսարքեն շոու թե Ալիևն ասե Ժորժ ջան, սա հիմարություն է։ Հովիկ Աղազարյանը ստի գրանցած կուսակցություն չունի։ Էլ ուր մնաց ինքը կարանա մարդ առաջադրի։ Բուկետ Բերանս մի բացեք, թողեք ես իմ համար իմ հաղորդումը շարունակեմ։ Ես հատուկ նրա համար որ հա գրել էի գերեք, ասեմ այդ կանգնեք կարճ անգոդել։ Ուրեմն ինչ որ կատարվել է պետությունների հանդեպ, սա կատարվել է Պուտինի այլասերված գործով։ Նախ ես այս մասին հաղորդում արել եմ, Պուտինը ոնց եկավ, ինչի դրեցին Պիտերի սկզբում առևտրի պետ, քաղաքային շինարարության պետ, հետո նավահանգիստի հետ, նավահանգիստի փայ, հետո նավահանգստի սեփականատեր ու այդպես քիչ եկավ։ Ես հիմա բացում եմ հաջորդ հարցը, չեմ ուզում անդրադառնալ կրեմլյան կռիցների այդ պահին, քանի որ այդ առնետների մասին թեման բավական երկար են ասել։ Ուրեմն Պուտինը նաև ներկայացրել է, որ ինքը որ եկավ Ռուսաստանում հանցավոր խմբավորումներն էին, նույնիսկ Մոսկվան բաժանված էր խմբերի, այդ ցավալի տարիները հիշում եք, Սոնցևսկի, եսիմ Իզմայլովսկի, Կազանսկի, նրանք եկել էին կոսմոս հյուրանոցն էին գրավել եւ այլն։ Ամեն ինչը Պուտինը գալիս է ինչ անում, ամենաուժեղ գործը։ Տամբովսկիներին քաշ մարաշ, Տամբովի խմբավորումը, բայց իրականում դրանք արդեն Պուտինի հետ էին, Միձերանի նրանց ղեկավարին հրավիրում է իր մոտ, հա Միխայել Կովը արդեն Իզմայլովսկիներ խմբավորումներ։ Տամբովսկիներին կանչում է իր մոտ եւ նրանցից ստանում է Կումարինին, Միձերանի Կումարինին, նրանց քիչ առաջ է քաշում, դարձնելով Պուտինին քիփ մարդիկ եւ սկսում է վրեժ լուծել մնացած խմբավորումներից։ Սա միանշանակ, քանի որ Կումարինը արդեն բարձրացել էր 2006 թվականին, նրա 50-ամյակի արդեն հավաքվել են ռուսական ամբողջ էլիտան, KGB-ի գեներալներ, երգիչներ, դերասաններ,
Կապզոնից սկսած, ես իմ Պավլիաշվիլի այնտեղ ով ասես կա, լեպս, մեփս, պաչում էին ոտները Կումարինի, դու մեր աստվածն ես, դու ես Ռուսաստանի զարգացումը շատ անակնկալ եղավ 2007 թվին Կումարինին ձերբակալում են, նրանից հետո այդ խմբի մյուսներին սկսում են մեկին գցել ավտոյի տակ, մեկին մյուս բան, բայց Պուտինը ինչի հասավ սրան եւ ինչի համար այս գործարքը գնաց։ Բանն այն է, որ բոլոր երկրների ղեկավարների վրա, ես որ ասում եմ Հայաստանի բոլոր ղեկավարների վրա, ոչ միայն պրեզիդենտն է, այլ նաեւ նրանց ենթակա կադեբը եւ այլն, գործարքները դրված է, հարգելիներս, կոմպրոմատներով։ Սա Պուտինի համակարգն է։ Ինքը մինչև կոմպրոմատ չունենա, չի կարող իշխի։ Իմիջայլոց ասեմ ձեզ, որ ըստ KGB-ից հասած տվյալներից Պուտինի վրա ամենամեծ կոմպրոմատը Պուտինի համար բերվել է ուրեմն Աղալարևի միջոցով, որը այն ժամանակ Տրամպի ընկերն էր եւ Տրամպի հետ գործարքի կոմպրոմատը բերել է եւ ինչպես նաեւ Աղալարովը իրեն ներկայացնելով ադրբեջանական դեչը հուտայի પર ադրբեջանցիների Հունգարիայի հետ քիփ են, հիշում ենք Ռամիլ Սաֆարևի գործը եւ այլն ոնց փողերը փոխանցին Աղալարովը փայայղ է մեջը Արազը դե Էմիլը հələ չկար այդքան էս փնթին եւ Աղալարևի միջոցով այն ժամանակ բավական հսկայական կոմպրոմատ է հավաքվել Օրբանի վրա, որին էլ հետագայում բրդվել է Հունգարիայի ղեկավար, որն էլ այդ կոմպրոմատի անվան տակ զգում եք, չէ՞, գերնվիրված, ինքը իր կաշվից դուրս կգա Օրբան Չուրբանը Հունգարիայի, բայց կասի Պուտինը ճիշտ է։ Հունգարիան կդնի հարվածի տակ Եվրոպայի անդամ երկիրը ՆԱՏՕ-ի կդնի սանկցիայի տակ, ինչը ասի Պուտինը ճիշտ է։ Եվ այսպիսի մոտիկություն նաև ստեղծվել է Տրամպի հետ, որն էլ նույնպես աշխատելով Պուտինյան մեծ, շատ մեծ կոմպրոմատի տակ անում է այն ինչ որ պետք է, ոչ թե ինքը ռուսական մարդ է, ժողովուրդ ջան, չի կարա, բայց Պուտինն էլ իր կողմից ազդելու բան ունի, այսինքն շատ հարցեր կա, եթե Ամերիկայի բախտը պետք է որոշի ամերիկյան այդ թաքուն ղեկավարությունը, ինքը որոշում է, բայց այն կողքի երկրների հարցերում, կոնկրետ կլինի Հայաստանի, կլինի Լիտվայի, կլինի Հունգարիայի, կլինի ասենք Ուկրաինայի հարցը կարողանում է ինքը ազդել Տրամպի եւ մյուսի իր ծառաների միջոցով։ Ինչպես մենք տեսնում ենք, Հայաստանում տոննայով կոմպրոմատի դիմաց, այս մասին ասել եմ, Արցախի այդքան գրաված զենքը Սամվել Բաբայանի իմացությամբ, վիտոյով ամեն ինչով, Մանվելի ձեռքով բերում են, Քոչանենք իմանում են, այդ ճանապարհը բերում են իբր թե տեղյակ չեն, Վրաստանով անցնելու են, տանեն տան Շամիլ Բասաևին, որը նույնպես KGB agent էր եւ ճանապարհին բռնում են այդ ամբողջը։ Պյուտինը իր մոտականչում էս բոմժերին ու դեմները դնում է իր ծրագիրը, Վազգենի խփել էս անել, լեն անել, թե չէ կասեն, որ դուք այդ զենքը տերորիստ եք ծախում, այն ժամանակի երկրում թնդում էր, սրանք գնում են այդ կեղտոտ ծրագրին, բնականաբար հոգիներով ռուսական շպիոն, եւ Պուտինը մինչեւ այսօր այդ կապերը բռնած հանցագործության կծկելով կոմպրոմատներով իր մոտ պահում է, այս մասին վաղուց եմ ասել։ Եվ ինչ վերաբերվում է թե Լիտվինենկոին, թե մյուսներին, որոնք արդեն Եվրոպայում էին գտնվում, նրանք ամեն ինչը բացատրել են նույնիսկ ճանապարհով, ինչպես նաև հիմիկվա Միխայելովիչը, որը Պուտինի կողմից ստանում է մեդալներ, բայց ինքը եղել է հանցագործության մարդկանց հիմնականում Լուշկովի ժամանակ Մոսկվայի շինարարություններում Լուշկովի հետ փայ ու այն փնթին, որ մեռավ, ինչ էր անում են վրացում, ծերեթելի բոլոր այդ շինարարություն մեջ հարյուրավոր մարդկանց դիակներ կա ժողովուրդ Մոսկվայի նորագույն շինարարության մեջ Պուտինին պատրաստվում է Նյուրնբերգյան դատարանի պես դատարան արդեն Եվրոպան գծիակցե ոչ միայն որպես պատերազմի, այլ նաև պատերազմների հովանավորության բազմաթիվ օրգանների վաճառք թե ռուսների, թե այլ ազգերի, այդ թվում Արցախի, այդ թվում Չեչնիայում ռուս զինվորների, որոնց ես ասել եմ 17000 միայն հետևից են կրակած եղել եւ բոլոր օրգանները վաճառվել էր, այդ տղեկն էլ ասել են որտեղ են նստած, եթե հիմա կան ողջույնները սիրանց, որտեղ հենց հիմա նստած ռուսական KGB-ն էլ է նայում թարգմանիչով նստած են Պրոսպեկտ Միրայի վրա են բարձր շենք աֆղանացի տղեկն են ասել, չգիտեմ հիմա կան թե չկան, համենայն դեպս այդ տղեկը կային մինչև անցած տարի։ Հասկանալի, այսինքն օրական փոխվելով այս գեներալներին փուրը տալով, ինչի եմ ես սա պատմում։ Այն մարդիկ, ովքեր ուզում են Պուտինի համար մեռնեն, ինքը դրան զոհ է տալիս։ Տեսեք, ոչ մեկ թող չլինի Կումարովից կամ մյուսից ավելի հարազատ մարդ, որոնց Պուտինը ինքը սկսեց խփել տալ, վերացնել եւ այլն։ Պուտինը այդ մարդն է, ով որ ինքը հատուկ ինքն էլ է մեծ ծրագրի ծառա վերացնել է տալիս ցանկացածին։ Ուկրաինայից գողացած հազարավոր երեխաների վրա փորձեր տանել իբր
Թուրքի նման, որ Եղեռնից հետո հայ երեխեքին թլպատում էին, մուսուլմանացնում կամ իրենց կին վերցնում անչափահաս երեխեքին, նույն ձևով անում են Ուկրաինայի հազարավոր երեխեքի ու քաղաքացիներին։ Օրգաններ ծախում հայերի, ուկրաինացիքի, այդ թվում նաև ռուսների, քանի որ պատերազմի զոհերի թիվը արդեն մոտենում է 1.100.000-ին ռուսների։ Իսկ դրանցից հարց, ինչքան են մահացել կռվի մեջ, ինչքան են իրականում խփվել օրգանիզմ ունենալու համար, քանի երիտասարդ երեխա։ Դրա համար է ժողովուրդը փախավ այդքան իմանալով։ Եվ այս ամբողջի մեջ, այս ամբողջ հավաքի մեջ ականավոր տեղ է զբաղեցնում Պուտինի ամենամտերիմ շնիկներից մեկը, գեներալ Պատրուշևը, որը ղեկավարում ազգային անվտանգության եւ մնացած հարցերը, որը ղեկավարում է նաեւ հարճերիստության, ինչպես նաեւ ինքնավորոշում, ում հետ ով գնա լևի, ինքնաստուգում անում բուժզննությունը եւ այլն, պատկանում է Պատրուշևին։ Այսինքն ինքը այն կառույցն է, որ այդ մարդու մասին այդ աղջկա ինֆորմացիա է վերցնում, զննում է, հետո նոր հանձնում է վերնախավին։ Եվ նրանց մեջ է գտնվում Արցախում կոլցո օպերացիան ղեկավարած Կովկասի գեներալ Շամանովը։ Այ հիշում եք ինչ է էսի կատարվում։ Արցախի դեմ պատերազմի առաջի պատերազմում հայերին կոտորող սպանող Շամանովը Պուտինի ամենամոտիկ մարդն է։ Այստեղից հարց, որևէ մեկը կա Հայաստանում, որ այսքան բան իմանալուց հետո մտածում է, որ Պուտինը Հայաստանի բարեկամն է ու Հայաստանը պիտի մտնի Միութենական Հանրապետության մեջ։ Եվ Քոչարյանը ճիշտ է ու մաքուր է, քանի որ ինքը կատարում է Պուտինի հրամանը 100%-ով։ Սերժը նույնպես Նիկոլ Փաշինյանը 89-99%, որովհետև ուղեղը չի հասնում 100-ն, այսպես։ Կամ մի մասով է ծախվավ Եվրոպային, որ մնա դրա համար արևմուտքին։ Դրա համար Հայաստանից սրանք գնալու են։ Ինչ անում Պուտինը։ Մեր արած հաղորդումներից հետո Պուտինը Հայաստանի հանդեպ գործում է պլան B, ժողովուրդ ուշադիր լսեք։ Պլան B-ն որն է։ Փորձում է Արցախի նման շրջապատել Հայաստանը, բայց ոչ հայերի ձեռքով, վրացիների ձեռքով։ Այս ինչքան ժամանակ է հայկական մեքենաները չեն գնում ու այդ մեքենաների գնացել են գնում եմ տեղում հարց լուծեմ, Հայաստանի ապիկար կառավարությունը չի կարողանում լուծել այդ հարցը։ Այսինքն ինչ, Հայաստանի միտումնավոր շրջափակում որպեսզի սովամահ լինեն։ Իհարկե ոչ։ Եթե այսպես լիներ, եթե լիներ շուտ սա կընդունենք, բայց կա մի պահ, որը Հայաստանին է մնալու եւ այդ փաստաթղթերի գաղտնիության միջից Ամերիկայի ամբողջ կառավարությունը երևում է հատուկ գաղտնի փաստաթղթերի միջից, որ Ամերիկայի կառավարությունը չի համաձայնվել, որպեսզի Մեղրին տրվի Ադրբեջանին։ Քոչյանը հետականգն է մի պատճառով, որ Ալիևն է չի համաձայնվել, հասկանալով մի բան, որ եթե Մեղրին տրվեր, թուրքերը լցվելու էին իր Ղոմազրբազ տղու, որը ամեն ինչը ծախում է ավելի մոտենային գահից գցեին, եւ դրա համար էլ մինչեւ այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի վիզովի ռեժիմը, որ շատ թուրք չլցվի, քանի որ ռուսական կլանը չի թողում իր ձեռքից Ալիևյան վարչակարգը, այսինքն նույնպես երկու տիրոջ ծառայա, դրա համար այս Մեղրու պահը կտանչեն, դա Ժորժը այդ շարժվում է, որպեսզի իշխանությունը մնա իր պոստին։ Իրականում իշխանությունը ավելի վատ բաներ է անում Հայազդի հանդեպ, քան թե երբևէ։ Իմիջիալոց 60 հեկտար անտառ են հատել Հայաստանի սահմանից, Կապանի մոտ։ Իսկ տեղի այդ ինչ էր անունը, Սյունիքի Մարսպետ են փնթի ոչիլը կալավանցի, որ Բաքվից էր եկել թուրքերը ենքանային բռնաբարե, որ թուրքի դեմքով թուրքի օտով, ասում է, դե Հայաստանը այդ մասում սահմանազատում չեն կարա իրավունք ունեն կտրելու։ Սյունիքի Մարսպետ, դու էլ ես արժանի ստանալու, հələ համբերիկ ու այդ թուրքի լամուկ դեմքը կալավանում, որ ապրում էր մի անգամից Նիկոլին հետև մտար բերեցին ու դարար թշնամի, դա շատ ճանապարհ է գնալու։ Այս ամբողջ գործողությունները, որը կառավարվում է Կրեմլի միջոցով Հայաստանին նվաստացնել հիմա էլ Վրաստանի միջոցով, կարող է ունենալ մեկ այլ պատճառ, անկախ նայած Նիկոլն Հայաստանի ղեկավարը, թե չէ։ Կարող է լինի, ես երեսներիդ եմ ասում, հայ-վրացական երկրորդ ճակատամարտը, բայց այս անգամ հայերը ոչ բանն են թողելու, էլ Վրաստանը էլ բանի տակ չի, Գերմանիայի ու Անգլիայի որ չթողեն, Վրաստանից եւ Ջավախքը հետ կա, եւ Ծովափը հետ կա, եւ Թբիլիսի։ Այնպես որ վրացիները պետք է ականջներին օղանեն, որ հանկարծակի այսպիսի բան չլինի, քանի որ հայ-վրացական պատերազմի ժամանակ Ադրբեջանը ինչքան է ռուսը սեղմի խփել, Ադրբեջանը գիտի, որ Հայաստանի խփեց իր համար ցավ է լինելու։
Այդ է պատճառը, որ մինչև այսօր եվրոպացի դիտորդները եւ ամերիկյան զինվորները Հայաստանում են, ու Ադրբեջանի ձեռոբոտը կապված է բացի մի քանի կրակոցներից։ Հասկացաք, դրա համար հիմա Ռուսաստանը բարձրաձայնում ենք, որ Ռուսաստանի ցանկացած ծրագիր չեղյալ հայտարարվի, ռուսը փորձում է Հայաստան այս ոչխար ղեկավարների միջոցով, դրա համար է շոու են անում, իրար մեր են քրվում, շոկոլադի տեղ ընդունում են, հետո իրար ծոց են մտնում, որ Հայաստանի ոչխար ղեկավարները սարքեն շոու, մինչև տենան Հայաստանին ոնց են շրջափակում, չի ստացվելու։ Այս ծրագիրը չի ստացվելու, քանի որ բոլոր գաղտնի պայմանագրերում, որի ժամանակ փորձել են Մեղրին տալ, միշտ ուզել են Մեղրին վերցնել, սկսած Թուրգուտ Օզալի ժամանակից, սկսած այն Փնթիպոլ Գոբլի ժամանակներից, որ Լևոնի թիմը գովում էր, հիմա Նիկոլի թիմի տակ են մտել, այդ հոգնած Եսիմիջ ամերիկյան պաշտոնյայի, որը երկիրը չընդունեց, Ամերիկան միշտ դեմ է եղել, որպեսզի Մեղրին Հայաստանից անջատվի։ Նույնը նաև ասեց Արաքչին, այս Գոմիկ Արմեն Գրիգորյանին, աղքի քարտուղար, որ Պարսկաստանը դեպա լինելու, որովհետև Հայաստանին ոչ թե Պարսիկը մտածում է հայի մասին, այլ ինքը մտածում է իր միակ ճանապարհը դեպի Սև ծովով Եվրոպայի հետ, որ լրիվ կախման մեջ չընկնի Ռուսաստանով ամբողջ տարածքով, ինքը կախվի Ռուսաստանից, ռուսի ինչ ասի անի։ Չէ՞ որ Պարսկաստանն է մեծ պետություն է, ինքը ուզում է անկախ ապրի։ Ահա այս ամբողջ բարդ աշխարհաքաղաքական ուղղության մեջ Պուտինի նման այլասերվածին նախատեսվել է դատավճիռ, Նյուրնբերգյան դատարան կամ Հագայի դատարան, հազարավոր միլիոնավոր օրգաններ վաճառելու մեջ, հայ ազգի եւ մնացած ուկրաինացի ազգի, ինչպես նաեւ տեղի ժողովրդի սպանության թալանի եւ մնացածի մեջ, որը լինելու է գենոցիդի։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ միայն Հագայի դատարան չի եղել, Հագայից հետո եղել է դատարան Արգենտինայում իրենց բռնապետի հանդեպ, եղել է կարմիր կխմերների հանդեպ եւ մի շարք երկրներում, այնպես որ սա ոչ առաջինն է, ոչ է վերջին, զարմանալու բան չի։ Իսկ ընթացքը շարունակվում է, քանի որ պատերազմին տված, ուրեմն շատ արագ կերպով Ղրիմից հանում է տեխնիկան ռուսները, շատ արագ կերպով Ղրիմից հանում են։ Չէ, այսքան գոռացին Ղրիմից, ինչ էս հանում տեխնիկան հարցը։ Եվ Դանյան այսօր հայտարարեց, որ ինքը դառնում է ամենամեծ զենքի մատակարարը, որը 4.2 տրիլիոն դանիական կրոնի զենք է ուղարկել Ուկրաինա ու ելի է ուղարկելու։ Հիշեցնեմ ձեզ, որ բոլորիդ համար կասեք Դանյան ինչ է, մի դեբիլներ կան, չէ, ռուսակուտի, ես իմ բնակչությունը Պիցերից չի, չէ, Հայաստանի չափ տեղը։ Ժողովուրդ, սենց ասեմ ձեզ, Հայաստանի չափ տեղա նաև քիչ տեղա Սինգապուրը, որի տնտեսությունը հսկայական ավելի մեծ է, քան Թուրքիային։ Հայաստանից Երևանի 5 չափ տեղա Հոնկոնգը, տնտեսությունը Իսրայելից ու Թուրքիայից մեծ է։ Ես մի բան ասեմ, մնացածը դուք որոշեք, սա իրական տեղեկություն է, կարող բացեք նայեք։ Էկոֆիրման որ կա, չէ, որ պատկանում է Դանիայի թաքուն։ Իրականում դա ծածկա դմփոսն է։ Դանիայի թաքուն պատկանում է հսկայական քանակությամբ նավատորմ, որը ավելի ագրեսիվ ալում Ռուսաստանի հանդեպ, գիտեք, ես պատմել եմ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Լոմոնոսովի շվազքի հանդեպ, եւ հաջորդն եմ ուզում ասեմ, Դանիայի թաքունն է պատկանում աշխարհի ամբողջ կաշի արտադրությունը, բոլոր մեքենաների լավ ֆիրմաների կաշիների արտադրությունը պատկանում է թաքուն։ Այսինքն փող ունի հսկայական սարի չափ։ Այնպես որ պարտադիր չի իր պետությունը հիմա լինի, չնայած այդքան է փոքր չի։ Գրենլանդիայի հետ մեկտեղ 2.200.000 քառակուսի կիլոմետր է։ Բայց վերցնենք միայն Դանիան 44,000-ի վրա։ Փող ունի, թիկունք ունի, ամեն ինչ ունի։ Այնպես որ այստեղ փողն է դեր խաղում։ Կարթագեններ էր քաղաքպետություն Հռոմին ջարդեց, ու այսպես շարունակ։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, հարգելի լիներս հիշեք, ով հայ ազգի հանդեպ փորձում է վատ տրամադրվի, կամ փորձում է հայ ազգին թուրք սարքի, կամ փորձում է ռուսի ծոցը մտնի ասի հայը մենակ ռուսի հետ ապրում, ինքը հայ ազգի համար 1 թշնամին է։ Համար 1 թշնամին, ինչպես նաև ռուսը, ջհուդը եւ թուրքը։ Մենք պիտի Հայաստանը մեծացնենք։ Աշխարհի ցանկացած շահերից ելնելով մենք միշտ պետք է բրթենք մերը։ Իսկ հայերի մեջ ովքեր գնում են փողի, նյութի, նրանք վերանում են հայ լինելուց։ Աստծո մասնիկը նրանց մեջ էլ խամրում է։ Աստծո լույսը ցանկացած հայի մեջ կա, ուրիշի մեջ չկա։ Ով որ նյութական է գնում, ով որ գնում է հաց զղկտվելու եւ այլն, ազգին դավաճանելու միանգամից մարում է։ Ու նրանք էլ հայ կոչվելու իրավունք չունեն։ Նրանց հետ վարվում է Աստված այնպես, ոնց որ հարմար է գտնում ու կարա այդպես էլ վերջանա։ Հայը չի վերանալ, ոչ մեկ թող ջուրախանա իրենց հիմար ուղեղում։ Դրա համար բերեք առ-երկինք ուղարկենք մեր աղոթքը, որը հասնի առ-երկինք եւ Աստված լսում է մեզ։ Աստված թող
արժանին պատժի Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ ինքը տականք է, ինքը տակից է, ինքը պետք եղավ հայի արյունն եք խմի, ինչ է ինքը լավ զգա։ Աստված թող արժանին պատժի Ամալեքների թշնամիներին։ Հաջորդ տարի Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուշում, Վանում, Կարինում, Սասունում, Բաբերդում, Տրաբզոնում, Սինոպում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։